Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված քննարկումից առաջ 1-2 հարցով պատասխան հնչեցնեմ այն գործընկերներին, որ 3 հնչեցրել էին այս ամբիոնից եւ հնարավորություն չկար պատասխանելու։ Մասնավորապես նշվում է ծեծի վերաբերյալ իշխող խմբակցության կարծիքը եւ լսում են, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ վերջին կուսակցականը հայտարարում են, որ դատապարտում են բռնությունը։ Բայց այդ մասին բարձրաձայնում են մարդիկ, ովքեր Արադ Միրզոյանի հայտնի դեպքի սպանության փորձի վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չեն արել։ Այսինքն, որպեսզի դու կարողանաս բռնությունը դատապարտել, դա այդ իրավունքը պետք է վաստակես։ Եվ եթե կա նստածների մեջ մեկը, որ Արադ Միրզոյանի մահափորձը դատապարտել է, ընդդիմության մասին է խոսքը, իրավունք ունի, այո, նաև խոսել այս նոր ծեծի վերաբերյալ եւ իր կարծիքը արտահայտել։ Ամենևին չեմ արդարացնում այդ ծեծը, նորից եմ ասում, իշխող խմբակցությունը բոլորը հայտարարել են, որ դատապարտում են այդ բռնությունը։ Հաջորդը նշում են, որ Աղեկյանի մայրիկի ներկայությամբ Աղեկյանին ձերբակալել են։ Մոռանալով դրանից առաջ, ընդամենը 1-2 օր առաջ, падգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ ձևավորած վերաբերմունքը։ Երբ որ դուք այդ ժամանակ պատշաճ քննադատեիք, բոլորդ կմեղադրեիք այդ տականքներին, որոնք կարող են 70-ամյա մեր մայրիկին ցավ պատճառել, որդուն իր ներկայությամբ անվանելով տարբեր մակդիրներով, այ իրավունք կվաստակեք հաջորդ քայլը անելու, կամ հայտարարում են, որ 1 տոննա կոկայինի գործը ինչ եղավ։ Ես ուզում եմ հասկանալ, այդ հայտարարության հեղինակ, հարցի հեղինակը խնդիր ունի կոկային բերողի հետ, ներկրողի հետ, որ ընդդիմության դաշտում մրցակցում են իրար հետ, թե ով մյուսին ավելի կմեղադրի, թե մեր հետ հարցնում են, թե ինչի չի բացահայտվել, որ դա բացահայտվելու է, բոլորը գիտեն, որ բացահայտվելու է եւ բացահայտման ընթացքում է եւ առանձնապես իմ կարծիքով բացահայտման շատ լուրջ դժվարություններ էլ չկան, չեն էլ եղել։ Այսինքն դրանից առաջ տասնյակ տարիներով նույն Մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանը զբաղվելով կոռուպցիայով, հարց տարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, զբաղվելով ռեկետով 2000-2001 թվականին հարյուրավոր գործարարների կանչելով ազգային անվտանգության նկուղ պարտադրելով, որ գումարներ տրամադրեն եւ այդ մարդը եւ այդ մասին այդ գործողությունները չքննադատող մեկը, չդատապարտող մեկը, ասում է Մաքսայինի պետը ինչպես է թույլ տվել, որ այսքան կոկային անցնի մաքսակետով։ Ծիծաղելի է, առնվազն իմ գործընկերը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածք նույնիսկ չէր ներմուծվել, հետևաբար հարցնել է անիմաստ։ Հիմա վերադառնանք հակակոռուպցիոն գործընթացին։ Ես հայտարարեցի, որ բոլոր կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են նախկինում, պետք է չունենան վաղեմության ժամկետ։ Եվ բնական է, որ ներկայի մասին ընդհանրապես խոսք չկա, որ պետք է կանխարգելել։ Ես նշեցի, պարոն Նահապետյան, որ կոռուպցիայի համար առաջին խնդիր հակակոռուպցիոն կոմիտեի համար 1 գործառույթը կանխարգելելն է կոռուպցիան, եւ այստեղ անելիքներ շատ կան, ես հարցը ձևակերպեցի եւ պատասխանը ինձ չի բավարարում, որովհետեւ ես գտնում եմ, որ օրինակ թե եթե մի համայնքում աշխատանքների կատարելու այդ կոռուպցիոն ռիսկեր են տեսել, պետք է այդ համայնքի ղեկավարի հետ աշխատանք տանել։ Պետք է այդ համայնքի ղեկավարին հրավիրել եւ հասկանալ, օրինակ, ինչու պատշաճ չեն վերահսկվել շինարարության ընթացքը։ Ընթացքում պետք է նաեւ բացատրել, թե ինչ պետք է անի համայնքի ղեկավարը։ Հիմա եթե որևէ համայնքի ղեկավարի ասեք, դուք ձեր մոտ գնումներով կատարվող աշխատանքների ընթացքը վերահսկում եք, թե ոչ, բոլորն էլ պետք է ասեն, չէ, որովհետև իրենք մասնագետ չեն։ Նայեք, համայնքի ղեկավարը շինարարության ընթացքը ինչպես պիտի վերահսկի, չունենալով այդ գիտելիքները։ Դրա համար եմ ասում, պայմանական ասած համայնքի ղեկավար կարող է
ընտրվել մի բժիշկ եւ շինարարությունից ոչինչ չհասկանալ։ Դա համար մենք պետքա ուժեղացնենք տեղ հսկողի ինստիտուտը այնքան, որ նա պատասխանատվություն կրի որակի համար եւ համայնքի ղեկավարին չկարողանանք ներգրավել որպես կոռուպցիոն գործարքի։ Այսինքն այստեղ մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ լուծում տալ։ Թույլ չտալ, որ համայնքի ղեկավարները մտնեն մի դաշտ, որտեղ իրանք անելիք չունեն։ Ցանկացած գնում, ցանկացած շինարարություն, ցանկացած հիվանդանոցի սարքավորում, այդ ամբողջը ուղեկցվում են համապատասխան մասնագիտական կառույցների փորձաքննությամբ։ Եվ այդտեղ է, որ նաև փորձագետների ինստիտուտի խնդիրը մենք ունենք, որովհետև հասկանալի չի, թե փորձագիտական ընկերությունները ինչով են զբաղվում, երբ որ գործը ամբողջովին արդեն պետք է դատարան ուղարկվի, դեռ փորձագիտական եզրակացություն չկա գործին գծված, որպեսզի ցանկացած մեկը հասկանա, որ ամեն ինչ ճիշտ է արված։ Եվ նաև այդ փորձագետները, որոնք կան, չունեն բավարար գիտելիքներ եւ նաև չունեն բավարար գործիքներ այդ փորձաքննությունները պատշաճ մակարդակի իրականացնելու համար։ Այստեղ նույնպես շատ անելիքներ կան, ոչ միայն դա վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեին, դա վերաբերում է նաև քննչականին, դա վերաբերում է բոլոր իրավապահ համակարգին, որտեղ փորձաքննության պատշաճ մակարդակ ապահովելու համար չկան անհրաժեշտ բազաներ, ներուժ, որպեսզի կարողանանք փորձաքննություն լինի անհրաժեշտ եւ վստահ լինի ցանկացած մեկը, որ այս փորձաքննության արդյունքում ինքը ճիշտ որոշում ստացավ եւ դա հիմքում դրվի դատական process-ների ընթացքի հետ կապված։ Այստեղ կարևորում եմ նաեւ, որ դուք նշեցիք, որ 4500 քրեական գործ է հարուցվել ստեղծման օրվանից առ այսօր եւ այս թվի հետ կապված նշեցիք, որ նաեւ քննիչների ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է, 45 վարույթ մեկ քննիչի հաշվով տարեկանի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ այս թվերը ոչ միայն պետք է հնչեցվեն, այլ պետք է դրա առաջարկ արվի։ Մենք ինչպես անենք, որ քննիչը ծանրաբեռնված չլինի։ Կա նման առաջարկ կա, որպեսզի ազգային ժողովը քննարկի, նաև եթե անհրաժեշտություն կա, օրենսդրական միջամտություն անի ազգային ժողովը, որպեսզի կարողանանք ավելի ի վերջո արդարադատություն իրականացնենք ողջ ծավալով։ Եվ վերջում կցանկանայի նշել, որ ամենակարևորը, որ հակակոռուպցիոն կոմիտեն իր ողջ գործընթացով պետական մտածողության թելով անցնի բոլոր գործընթացները եւ ոչ թե մտածենք, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկենք, այլ ավելի շատ մտածենք, ինչպես անենք, որ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի։ Այստեղ է մեր անելիքները, այսինքն կանխարգել ենք եւ այնպիսի միջոցառումներ արվեն, որ հասարակության մեջ այսքան մեծ թվով քրեական գործեր չլինեն։ Ես նշեցի եւ համացան համար իմ գործընկերը նույնպես նշեց, որ որևէ զարգացած երկրի հետ համեմատած մենք շատ բարձր ցուցանիշ ունենք եւ պետք է մտածենք դրա մասին, կանխարգելելու եւ այն գործերը, որոնք իսկապես զուտ ձևական իմաստով մնում են որպես քրեական գործեր, պետք է արագ ավարտել այդ գործերը, ուղարկել դատարան կամ կարճել, որպեսզի մենք կարողանանք հստակ թվեր ունենանք եւ նաեւ անելիքները ծրագրավորենք, որովհետեւ առանց համակարգային աշխատանքի արդյունք չենք կարող ակնկալել։ Շնորհակալություն։